Աստվածօրհնի բոլորիս երեք մի խումբ դուրս էր եկել քաղաքից, առաջին մասի խումբը եւ գողտում այդպես մի հանգստյան գոտիում հավաքույթ արեցին, նստած մտածում էի, հիշում էի ճանապարհին հանգստյան գոտիներ, շատացած, մինչև գառնի, դրանից էլ հետո եւ իմ մեջ ծնվեց այս նյութը։ Ես ուզում եմ կարդալ Աստծո խոսքից մեր շատ ծանոթ երեխաները ոսկյա խոսքեր են անվանում, անգիր են անում, Մատթեոս, բոլորս էլ գիտենք 11:28-ը։ Ուղղակի կարդալ։ Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձ սովորեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր անձերու մեջ հանգստություն պիտի գտնեք։ Բասզի իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև։ Հանգստություն, հանգստյան գոտի, խաղաղություն։ Գիտեք, աշխարհում մարդիկ գնում են դրան։ Ես էլ եմ ասել, այնինչ որ երկնքից է տրվում, մարդկությունը աշխատում են նմանվել, բայց լիովին անհնարին է։ Օրինակ երկնքից Աստված տվել է մորը զգացմունք, ես էլ եմ ասել։ Մայրը ունի հատուկ զգացմունք։ Տատիկը, պապիկը, մորաքույրը, քեռին, հոպարը կարան մոտենան, աշխատանք տանեն, մոտիկ լինել, բայց այդպես լինել, որը երկինքը տվել է, դա անհնարին է։ Ուղղակի անհնարին է։ Բայց ուզում են այդպես լինել։ Այն, որ մորը տվել է այդ զգացմունքը երկինքը, երեխաների նկատմամբ կարող են նմանվել, բայց այդպես լինել անհնարին է։ Այստեղ կարդացինք, որ հոգնած, բեռնավորված, ինձ եկեք եւ ձեր էության մեջ, ձեր անձի մեջ հանգստություն կգտնեք, խաղաղություն կգտնեք։ Հիմա որ ուշադրություն ես դարձնում ամբողջ աշխարհում, ոչ միայն մեր, մինչև Գողթ, Գառնի ընկած տարածք, տարբեր Սյունիք, Դիլիջան, Ծաղկաձոր, հանգստյան գոտիներ։ Առաջ մարդիկ ռեստորան, ճոխ, ուտելիքները, ժիվոյ մուզիկա, չէ՞, կենթանի երգիչներ եւ այլ եւ այլ։ Ես էլ եմ ասել մի անգամ իմ շատ եմ հարգում իրան, ինպես այ եղբայրն է ինքնին շատ է հարգում։ Փոքրուց իմ աչքի առաջ մեծացած են եղել, մեր հարևանն են եղել եւ ինձ համոզեց, որ ես լինեմ իր աղջկա հարսանիքներ, թե ինչ որ այտենց մի բան, բայց աշխարհիկ։ Համոզեց։ Ասի դու գիտես, չէ՞ որ այտենց տեղեր ինձ հաճելի չի։ Ասում եմ, ես գիտեմ քեզ հաճելի չի, բայց ուզում եմ դու լինես, փափագում եմ, որ անպայման դու ներկա լինես։ Դե լավ ասի, ներկա լինեմ։ Եվ դե զանգեր է գալիս, որին չեմ պատասխանում, բան անջատում եմ, բան, հետո ունեն զանգեր, մի քանի անգամ որ զանգեց, եղբայրներից մեկն էր, դե ստիված պատասխանեցի, բայց դե ձենը լսվում է, դմբ, սես բաներ։ Արուն եղբայր, այդ որտեղ ես։ Թարսի նման, այդ անձնավորությունը Փեսայիս եղբայրը Արտուրը, նույն սեղանում ենք նստած, ասի գժանոցում եմ, որտեղ եմ։ Գժանոց եմ։ Հիմա հո չեն ծիծաղում այդ սեղանը Արտուրը բան, սա ծիծաղում են։ Իրոք, որ խորը նայում ես ճոխ ռեստորան,
կենթանի մուզիկա, բայց երբ որ համեմատում ես հանգստության ու խաղաղության հետ, տենում ես, գժանոցում ես։ Ոչ մի բան չես կարողանում, ոնց որ շագուճով գլխիդ խփեն անընդհատ։ Գիտեք, ամբողջ աշխարհը գնում է հանգստության։ Տարիներ առաջ առանցին հանգստյան գոտիներ, բաներ, այդպես բան կարծես թե բան չէր։ Եվ աշխարհում էլ է։ Ես սկզբից զարմացա, բայց հետո հասկացա, ուրեմն Ամերիկայում ամենամեծ հանգստավայրերը գտնվում է Մոնտանայի նահանգը, ունի Մոնտանայի նահանգը։ Այնտեղ լճեր ունեն, նույնիսկ կարթով ձուկ բռնելուց այդ կարթը ստուգում են նոր թույլատրում են, այսինքն այնքան այդպես մի հանգստյան գոտիներ է, շատ լճեր, շատ այդպես։ Եվ հետաքրքիր է, մենակ դա չէ, աշխարհում այդպես է։ Գնում ես տրասայով, անտառներ են կողքերը եւ անտառների մեջ տներ են։ Իրարից հերու իրար կարող է երկուս կպատի կլնեն իր հարևաններ, բայց ընդհանուր առանցին են։ Եվ այդ մարդիկ, որ ապրում են անտառների մեջ, զաբորապատ, բան, տենց բան չկա։ Իրենք աշխարհի հետ կապը հաստատում են ճանապարհների վրա կա հատուկ փոշտեր, այդ գիտեն, գալիս են փոշտից։ Նամակներ վեկալում, նամակ են գցում, ինչ որ տենց են հաստատում եւ հասցենա, բայց անտառի մեջ է իրանց տունը։ Եվ դրանք միլիոնատերեր, միլիարդատերեր են։ Այսինքն քաղաքի կենտրոնում, ասենք Էֆելյան աշտարակ Փարիզ, աշտարակի կողքերը թվում է թե պետք է ապրեն հեղինակավոր, ես իմիջ մարդիկ չէ, բայց ապրում են սևամորտներ, աֆրիկացիներ։ Ֆրանսիացին իսկական հեղինակավոր ֆրանսիացին այնտեղ չի ապրում, քաղաքի կենտրոնում չի ապրում։ Որն է դրա գաղտնիքը։ Դրա գաղտնիքը հանգստությունն է։ Դրա գաղտնիքը խաղաղությունն է։ Եվ այսօր Հայաստանում էլ մենք նկատում ենք նման հանգստյան գոտիներ, աղմուկից հեռու հանգստյան գոտիներ։ Այդ խաղաղությունը շատ բարձր է։ Աշխարհի մարդիկ են ուզում ունենալ, նմանվել, չեն կարա լիարժեք ունենալ Հիսուսի խաղաղությունը, բայց գոնե մի փոքր նմանվել։ Չեն կարա ունենալ մայրական սերը, հոպարը, քերին, տատին, պապին եւ այլ եւ այլ եւ այլ։ Իրանցը չի տրվել, բայց իրանք ինչ որտեղ այդ երկնքի տվածին ուզում են նմանվել։ Եվ երբ որ ուշադրություն ենք դարձնում, տեսնում ենք խաղաղությունը անգնահատելի է։ Եթե քո մեջ կամ մի մեջ խաղաղություն չկա, մի մտիր այդպես խոսակցության մեջ։ Եթե չկա խաղաղություն, մի քարոզիր։ Եթե չկա խաղաղություն, ոչ մի պրոբլեմ մի լուծիր։ Ավելի լավ է կանգնեցնես այդ պրոբլեմը թող մնա վաղը, երբ որ խաղաղություն կլինի, աղոթիր, մտածիր, նոր լուծիր։ Անխաղաղ վիճակում մի լուծիր, որտեղ փոշմանես։ Որովհետև վաղը կասես ինչի համար երեք այդտեղ գնալու կվատանա։ Աշխարհում մենք տեսնում ենք, ապրում ենք այս աշխարհում, այս մարմնի մեջ, վերջապես ծանոթ ենք։ Ինչպիսի պրոբլեմներ, որ մի կաթիլ մեղրից առաջացել է պատերազմներ, պես չէ ասում ենք, մի փոքր բանից առաջացել է, մի հատ մեքենայի սիգնալից հասել է մարդասպանության, վիճել, կռվել, զենք եւ այլ եւ այլ։ Որովհետեւ սիգնալը տվեց, առաջացավ անխաղաղ վիճակ եւ կամած հասավ ընկերներ, բարեկամներ, շրջապատ եւ այլն։
Խաղաղությունը գերագույն է մարդու համար։ Դրա համար մենք հանդիպելուց մեկի ոչ թե բարև ենք ասում, այլ շատերս ասում ենք, շատ անգամ ասում։ Խաղաղություն ձեզ։ Եկեղեցի մտնելուց ասում ենք խաղաղություն ձեզ։ Ինչ օրհնյալ խոսք է։ Բարևից բարձր է դա։ Դա բարևից բարձր է։ Եվ այստեղ տեսնում ենք երկնքից հոգնած բեռնավորվածներ ճոխ ռեստորանից դուք տեսել եք ռեստորանում ճոխ ռեստորանում երբ որ նստել եք մարդիկ կան դուս են գալի ծխում այսինքն խաղաղություն չկա շատ ամենաթորը եսի մինչ արժի թանկանոց ուտելիքներ իրար վրա բերում հավաքում լցում բերում հավաքում բայց մարդիկը լում են ծխում խաղաղություն չկա խաղաղություն չկա քաղաքի կենտրոններում մեծ քաղաքների կենտրոններում խաղաղություն չկա մեծ ռեստորաններում եւ մարդկությունը կամաց երկնքից ուղարկված մարդը որի մեջ ինքը լավ է զգում գնում է դրան եւ այդ ամբողջ ճանապարհին հանգստյան գոտիներ խաղաղությունը երկինքից տրվում է բայց մարդկությունը աշխատում է նմանվել աշխատում է ձեռք բերել աշխատում է նպաստավոր պայմաններ ստեղծել այդ խաղաղության համար տունը պատրաստում է այնպիսի տեղ անտառի մեջ ավելի լավ ատոնդե գազաններ վազվզեն քանց թե քաղաքի կենտրոնում Նյու Յորքի պես կենտրոնական ճանաչված տեղեր կան Փարիզի ճանաչված տեղեր ավելի լավ անտառի մեջ թող վազվզեն գազանները կենթանիները ավելի լավ է իրանց հետ լինել որովհետև դա բնություն է դա բնական է եւ մարդու հոգին տվել է Աստված եւ հոգին դրան է ցկտում Աստծո տվածին է ցկտում մարդու ձեռնարկածին մարդու սարքածին մարդու փողերի շռայլությանը մարդու եսին հպարտությանը չի գիտենք խաղաղության հակառակը բարկությունն է Այն օրը վայեի հետ Իհարկե այս թեմայով վայե եղբայրը խոսեց այստեղ բարկության մասին շատ գեղեցիկ խոսեց հետո սկսեցին քննարկել միասին Ինչ սարսափելի բան է բարկության ժամանակ ինչեր է տեղի ունենում փոշմանում ես շատ ես փոշմանում բայց ասում ես Երանի թե չգնայի Նույնիսկ աշխարհի մարդիկ ասում են ոտս ջարդվել չգնայի Այդ օրը չգնայի որովհետև շատ բատացավ իրավիճակը մի փոքր բանից հասավ ես միջ որովհետև չկար խաղաղություն առանց խաղաղության կատարեց խաղաղություն չկա ընտանիքում պես Սուրբ ասում է չէ ավելի լավ է ցամաք հաց ուտել խաղաղ կնոջ հետ ընտանիքում խաղաղ կանց թե ճոխ կերակուրներ կռվելով առանց խաղաղ վիճակի մենք պիտի աշխարհը չգիտի աշխարհը Սուրբ Գիրք չի կարդում աշխարհիկ մարդիկ բայց մենք գիտենք որ դա երկնքից իջած Աստծո տված է դա եւ Աստված բոլորին չի տալիս
բոլոր մայրերին է տալիս, նույնիսկ թռչուններին, կենդաններին, գազաններին, բոլորին տալիս է անխնդիր, առանց նայելու թե էդի լավա, վատա, ինչա, ոնց է, տալիս է, բոլորին, մայրերին, լավ ու վատ, մայր չկա, բոլորին դա ծննդատանը հենց երեխան ծնվում է, դա ստանում է երկնքից, այդ մայրը, լավ լինի, վատ լինի, կիրթ լինի, մեծ լինի, փոքր լինի, անգրագետ լինի, լավ կպահի, վատ կպահի երեխուն, փնթի կպահի, մաքուր կպահի, կապ չունի, դա ստանում է, երկնքից ստանում է, և այստեղ էլ մենք տեսնում ենք, նա տրվում է մայրական ակապին, սերը, աստվածային սիրո նման, սիրես թե չսիրես սիրում է, իսկ այստեղ արդեն մի ուրիշ է, այստեղ քայլ պետք է անես, այստեղ դու պետք է ուզենաս, համաձայնվես, այստեղ պետք է փոխվի, այն որ դու ունես, պետք է փոխվի, որ ստանաս, պետք է փոխվի, որ մենք ստանանք, ինչ ասում, եկեք ինձի, բոլոր հոգնած բեռնավորվածներ, ռեստորանում, բայ, ես իմ ինչ, ճոխ, ես իմ ինչերի մեջ ես իմ որ երկրի ամենա նշանավոր քաղաքում, ես իմ ինչեր, ես իմ ուրա, որտեղա ինչ, եսերի, հպարտությունների, ոսկեզոց, չգիտես ինչերի մեջ դες դրանք հոգնեցուցիչ են, հոգնած են և բեռնավորված են, աշխատում են, որպեսզի նմանվել, այն մեկը պարում է, այն մեկն աշխատում է ավելի լավ պարի, այն մեկը կիսամերկ է, այն մեկը ընդհանրապես ավելի է, բեռնավորվում է, ոնց թե ինձ լինի, ես ինչ շոր է հագի, բեռնավորված բաների մեջ, և հոգնած բեռնավորվածներ, և ես պիտի հանգչեցնեմ, թողեք այդ բոլորը պիտի դրան ձերբազատվեք, իմ լուծս, հանգստության լուծս, խաղաղության լուծս, քաղցր է, իմ բերս թեթև է, ըտե չկա, ես, չկա հպարտություն, չկա ավելին կարծես, եսի հետ կապնված խնդիրներ չկա, ըտե կա երկնքի հետ կապնված, ոչ թե եսի հետ ես կապնվում, այդ դու կապնվում ես կապույտ երկնքի հետ, կապնվում ես խաղաղության հետ, կապնվում ես, և ինչ է տեղի ունենում, և ինչ է տրվում, որ հզեմ ու սրտով խոնար և ձեր անձերու մեջ հանգստություն պիտի գտնեք, այդ ժամանակ հանգստություն պիտի գտնեք, բազզ իմ լուծս քաղցր է և իմ բերս թեթև, գիտեք, սա երկնային է, սա տրված է, աշխարհիկ մարդիկ աշխատում են սա ունենալ, բայց շատ անգամ փակուղիների են հանդիպում, շատ անգամ կարծես չի ստացվում, բայց փափագում են, որովհետև ինչպես մորն է տված երկնքից, այս նա տարվում է ընդհանուր, բայց այստեղ դու քայլ պետք է անես, որ տրվի, եկեք ինձի, և շատ անգամ զարմանում են, ասում են, մարդու կնիկ աշխատում ենք, մի երեխա չեն կարան պահենք, ես ոնց ես պահում ես, 5, 6, 7, 8, 10, ես ոնց է ստացվում, և այդ երեխաները մեծանում են, ինչպես նոր ասեցի,
Դավիթի նման, մյուս Դավիթի նման եւ դառնում են եւ ծնողների համար եւ եկեղեցու համար եւ հայոց երկրի համար պիտանի մասնագետներ, պիտանի մարդիկ, սիրված մարդիկ։ Ես հիշում եմ իմ ընկերս մետրոյում աշխատելու տարիներին Արոնքո գաղափարներից հրաժարվի, մենք ընկերներ ենք, ես գնում եմ Տրեստի կառավարիչ, տանեմ գլխավոր ինժեներ, վերջերս բաներ խոսում, ասում Կարեն ջան, ես որ դու ինձ սիրում, հարգում ես, ազնվության, ես բոլորը իմը չի, դա երկնքից տրվել է ինձ, եթե ես թողեմ, ես կդառնամ այն ամենավատ ընկերներից, որին ատում ես, քծող, խափող, սուտասան, գող, ավազակ, թալանչի, նա ինձ վատ է մտնելու։ Ասում չեմ հասկանում, դու թալանչի, դու գող, դու այոյող, ասում եմ, մի ասա տենց բան, ավելի վատ է կլնեմ։ Ուրեմն երկնքից տրվում է քեզ այդ բոլորը եւ դու քայլ ես արել եւ տրվել է։ Եվ մարդիկ զարմանում են։ Մարդիկ ասում են. լավ է, տես ինչ սիգնալ է տալի կողքին սկսում է չղայնանալ, բայց դու չես չղայնանում։ Ասում ես, դե իմ հետ էլ այդ խելքի մարդ է, ինչ անելու ման։ Կամաց զիջում ես, չես ափերից դուրս գալի, խաղաղություն կա քո մեջ։ Բայց եթե խաղաղություն չկա, բայ, ավելի ուժեղ սիգնալ, ավելի արագ, ավելի բայ։ Ինչ տեղի ունենում։ Դա հասարակ օրինակներ եմ ես բերում։ Եվ իհարկե ես համարներում ժամանակ արդեն ավարտված է, գնացեք եւ դրա համարներ հանեք, մտածեք այդ երկնքից տված պարգևի մասին խաղաղություն։ Տեր Հիսուսն ասեց, ես իմ խաղաղությունն եմ տալի ձեզ։ Եվ ամեն անգամ հանդիպելուց խաղաղություն ձեզ։ Խաղաղություն ձեզ։ Խաղաղությունով ապրենք։ Խաղաղությունով տրանսպորտ նստենք։ Խաղաղությունով տնից դուրս գանք եւ աշխատենք խաղաղությունով տուն մտնել։ Որտեղ որ լինենք, այնտեղ մտնոլորտը թող փոխվի խաղաղությամբ։ Սա է պահանջում մեր Հայաստան երկիրը այսօր մեզանից։ Որովհետեւ ամենտեղ չի որ խաղաղություն կա։ Աղոթենք։